Դեպի իրականության նախաձեռնության գաղափարախոսությունը հնարավոր է չհամընկնել ձեր կարծիքի հետ։ Այն տեղեկությունները, որոնք փոխանցվում են, ամբողջովին այլ իրականության վերաբերյալ է։ Տեղեկություններ փոխանցելու նպատակը կայանում է նրանում, որ մեր իրականությանը փորձենք ավելի լավ ճանաչել։ Մի խնդրանք՝ մեկնաբանություններում արտահայտվել բացառապես բանականության սկզբունքով։ Այս տեսանյութի թեման մարդկանց առաջացման մասին է երկիր մոլորակում։ Կդիտարկենք գիտական տեսանկյունը, դիցաբանական, հին քաղաքակրթությունների ու երկնքից իջածների համեմատությունը և էզոտերիկ ու էներգետիկ գաղտնագրված ենթադրությունները։ Եկեք սկսենք գիտականից։ 3,5 միլիարդ տարի առաջ սկսեց զարգանալ կենդանական աշխարհը։ Ներկայիս կենդանական աշխարհի ընդհանուր գենետիկ նախահայրը Լուկան է, երբ 2016 թվականին հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ բոլոր կենդանիների գեներում կա Լուկայի գեները։ Այս բառը անգլերեն հապավում է «գիտնականների կողմից կազմված»։ Այդ ժամանակներում երկիր մոլորակը գրեթե ամբողջովին ծածկված էր ջրով։ Պալեոարխայական դարաշրջանում ջրում առաջացավ առաջին կենդանի օրգանիզմը՝ միաբջիջ ցիանոբակտերիան։ Միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիայի արդյունքում ջրում առաջացան բազմաբջիջ կենդանի օրգանիզմները։ Հաջորդիվ 540 միլիոն տարի առաջ սկսվում է պալեոզոյան դարաշրջանը իր 6 փուլերով, երբ մոլորակի կլիման փոխվում է։ Ջերմաստիճանը նվազ էր, գեր-մայրցամաքը ամբողջական էր, բոլոր մայրցամաքները միացված էին իրար։ Թթվածնի տոկոսայնությունը ցածր էր, չնայած դրա բազմաբջիջ օրգանիզմներից առաջանում էին տարբեր ձկնատեսակներ։ Հաջորդիվ 250 միլիոն տարի առաջ սկսվում է մեզոզյան դարաշրջանը իր 3 փուլերով։ Ջերմաստիճանը բարձրացավ, որը հասնում էր 30-ից 50 աստիճանի։ Ջրերը գոլորշիացան, թթվածնի տոկոսայնությունը բարձրացավ, բուսականությունը ծաղկունք ապրեց, և ջրերից դուրս եկան երկկենցաղները։ Սկսվեց ռեպտիլյանների և դինոզավրերի ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ կենդանական աշխարհի ներկայացուցիչները բավականին խոշոր հսկաներ էին, որոնք հասնում էին 50-ից 100 տոննայի։ Դա պայմանավորված էր թթվածնի ցածր տոկոսայնությամբ, որը կազմում էր 10-ից 15%։ Ներկայիս թթվածնի տոկոսայնությունը 21%-ից բարձր է։ Դինոզավրերը մեծ ուժ էին գործադրում շնչելու հարցում, որը հանգեցրեց թոքերի մեծացմանը։ Բացի այդ, դինոզավրերի կմախները ունեին ևս մեկ առանձնահատկություն՝ օդային պարկերի համակարգ, որոնք գործվածքներից պատրաստված գրպաններ էին և կապված էին թոքերին։ Դրանք ամրացված էին պարանոցի, մեջքի և կոնքերի ոսկորներին, թույլ տալով կմախքին լինել հսկայական։ Մեզոզյան դարաշրջանի վերջին փուլում աստիճանաբար գեր-մայրցամաքը, որը կոչվում է Պանեգա, սկսեց բաժանվել ներկայիս մայրցամաքների։ Ամբողջովին ընկալելու համար պարզ օրինակն է ջրի սառչումը և տաքացումը։ Երկիր մոլորակը սառչելու դեպքում մայրցամաքները դառնում են ամբողջական, իսկ տաքացման դեպքում անջատվում են իրարից։ Այդ ընթացքը հանգեցրեց հրաբուխների ժայթմանը, երբ հրաբխային թունավոր գազերը տարածվեցին երկրագնդով մեկ։ Հրաբխային փոշիները ծածկեցին ամբողջ երկինքը, թույլ չտալով արևի ջերմությանը թափանցել մթնոլորտ։ Կլիման սկսեց նվազել։ Ցրտից մահացան դինոզավրերի և կենդանական աշխարհի մեծ մասը։ Կա նաև ևս մեկ ենթադրություն, որ 66 միլիոն տարի առաջ աստերոիդ է բախվել Երկիր մոլորակին։ Բախումը եղել է Հյուսիսային Ամերիկայի ստորին հատվածում և առաջացել է Մեքսիկական ծոցը։ Դրա հետևանքով այրվել է բուսականությունը և ակնթարթորեն եղել է մեծ ջրհեղեղ։ Թունավոր գազափոշիները ծածկել են երկինքը, որն էլ իր հերթին փակել է արևի ճանապարհը։ 66 միլիոն տարի առաջ սկսվում է կայնոզոյի դարաշրջանը իր 3 փուլերով։ Երբ մթնոլորտը մաքրվում է թունավոր գազերից, կյանքը կրկին վերածնվում է։ 12-ից 7 միլիոն տարիների ընթացքում առաջանում են հոմինիդները, որոնք բաժանվում են երկու դասերի՝ պոնգինների և հոմինների։
Պոնգինների դասին պատկանում են օրանգուտանները, սիվապիտեկները և գիգանտոպիտեկները։ Հետաքրքիր ցեղատեսակ են գիգանտոպիտեկները, ոմանց հասակը հասնում էր 4 մետրի, իսկ քաշը 350 կիլոգրամի։ Նրանք բնակվել են Հնդկաստանի և Չինաստանի տարածքներում։ Հոմինների դասին պատկանում էին մարդիկ, շիմպանզեները, գորիլաները, ավստրալոպիտեկները, արդիպիտեկները, պարանտրոպները, նակալիպիտեկները և սահելանտրոպները։ Ավստրալոպիտեկների, արդիպիտեկների և նակալիպիտեկների գեները մեծ դեր են ունեցել մարդկանց ձևավորման հարցում։ Հենց նակալիպիտեկներից են ձևավորվել և առանձնացել շիմպանզեների և մարդկանց ցեղատեսակները։ Մարդկանց ցեղատեսակները անվանվում են հոմո, որոնք բաժանվում են 17 խմբերի։ Բոլորը համարվում են մահացած ցեղատեսակներ, բացի ներկայիս մարդկանց տեսակից, որոնք անվանվում են հոմո սապիենսներ։ Եկեք առանձնացնենք որոշ հոմո ցեղատեսակներին։ Հոմո հաբիլիսը համարվում էր հոմո ցեղախմբերի հիմնադիր ցեղը։ Հոմո էրեկտուսը հոմո հաբիլիսի էվոլյուցիոն տեսակն էր, ովքեր կիսակուշ կեցվածքից անցան ուղիղ կեցվածքին։ Իրենցից ձևավորված լանտանյան տեսակը Աֆրիկայից առաջինն էր, ով շարժվել էր դեպի Ասիա, Չինաստան։ Հոմո ֆլորենսիս ցեղատեսակը համարվում էր ամենացածրահասակը, ովքեր ապրել էին Ինդոնեզիայի տարածքում և որոնց հասակը հասնում էր 1 մետրի։ Հոմո գերգիցիուս ցեղատեսակը առաջինն էր, ով ապրել էր Եվրոպայում։ Նրան հաջորդում է հոմո անտեցեսորը, ով նույնպես ապրել է Եվրոպայում և համարվում է հոմո հեյդելբերգենսիսի նախահայրը։ Հաջորդ ցեղատեսակը, ով ապրել էր Եվրոպայում, դա հոմո նեանդերթալյան մարդն էր։ Նրանք համարվում էին ամենազարգացածը, ովքեր պատրաստում էին այնպիսի գործիքներ, ինչպիսիք են փայտե նիզակները, քարերի ծայրերով։ Նրանք ակտիվորեն կրակ էին կիրառել և հիմնականում սնվում էին մսով, ինչպես նաև սնվում էին բույսերով։ Կան նշաններ, որ նրանք կատարել են թաղման ծիսակատարություններ։ Հոմո դենսովենսիս ցեղատեսակը ապրել է Ալթայի երկրամասում, ովքեր եղել են նեանդերթալցիների հետնորդները։ Նրանց ոսկորները գտել են Դենիսովյան քարանձավում։ Այս փաստից ելնելով, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հոմո դենսովենսիս մարդը ապրել է տիբեթյան լեռներում։ Գենոմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ունեցել են մուգ մաշկ, մուգ մազեր և մուգ աչքեր։ Հոմո լոնգին ապրել է Չինաստանում։ Նրա գանգոսկրը գտել են Սունգարի լճի մոտակայքից։ Գետը իր ոլորաններով նման էր վիշապի, որն էլ հոմո լոնգի ցեղատեսակին տվեցին մարդ-վիշապ անվանումը։ Այս բոլոր տեղեկությունները մեզ հասել են անթրոպոլոգներից, ովքեր մարդկանց գանգոսկրերը ուսումնասիրելով տարբերել են հոմո ցեղատեսակներին։ Բոլոր հոմո դասին պատկանող մարդիկ ձևավորվել են 2,5 միլիոն տարի առաջ և վերացել են 100,000 տարի առաջ, որոնց հերթականությամբ քվեարկեցինք։ Միայն նեանդերտալյան և դենսովենսիս ցեղատեսակներն են երկար ապրել և վերացել են 40,000 տարի առաջ։ Հոմո սապիենս բանական մարդը առաջացել է 300,000 տարի առաջ հոմո հեյդելբերգենսիս ցեղատեսակից։ Հոմո սապիենս տեսակի անունը կարելի է թարգմանել որպես խելացի, խելամիտ, բանիմաց մարդ։ Նրանք պատրաստում էին քարե գործիքներ և բացի գործիքներ պատրաստելուց, քարերին քանդակելիս տալիս էին արվեստաշունչ տեսք։ Ձեռք բերեցին լեզվի և խոսքի ունակություններ։ Նրանք նաև ստեղծել են նետու աղեղը, որը նեանդերթալյան մարդկանց գանգոսկրերի վրա կան նետերի թողած հետքերը։ Նրանց միգրացիոն շարժը եղել է հետևյալ կերպ. 80,000 տարի առաջ նրանք խաչասերվել ու վերացրել են հոմո էրեկտուս մարդկանց և Աֆրիկայից, ներկայիս Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի տարածքով շարժվել են դեպի Շրի Լանկա, այնուհետև սկզբում շարժվել են Ավստրալիա և հետո հարավային Չինաստան։ Չինաստանում նրանք խաչասերվել ու վերացրել են հոմո դենսովենսիս մարդկանց։ Միջագետքում հաստատված հոմո սապիենսները ներկայիս Թուրքիայի տարածքով շարժվել են դեպի Եվրոպա և այնտեղ խաչասերվել ու վերացրել նեանդերթալյան մարդկանց։ Այս ընթացքը տևել է 40,000 տարի, երբ ձևավորվեց կրոմանյոնյան մարդու տեսակը։ Ներկայիս մարդը հենց կրոմանյանցու հետնորդն է։ Աֆրիկայում ձևավորվեց նեգրոիդ ռասան, Չինաստանում մոնղոլոիդ ռասան և Եվրոպայում եվրապեոիդ ռասան, իսկ Ավստրալիայում ձևավորվեց ավստրալոիդ ռասան, այսպես ասած իրական հոմո սապիենսը, ոչ այդքան խառնված։
Դիտարկենք նաև գենետիկ հապլոխմբերի տեսանկյունից։ Հապլոխմբերի գիտությունը բացատրում է ընդհանուր նախահայրից մուտացված գեները տառերի միջոցով։ Y-DNT-ն պատկանում է արական հապլոխմբին, իսկ միտոքոնդրիալ DNT-ն կանանց։ Քանի որ արական գենը ավելի ամուր է իր գեները պահպանում, կդիտարկենք հենց Y-DNT-ի հապլոխմբերը։ 66,000 տարի առաջ CF հապլոխմբից ձևավորվել է երկու մեծ հապլոխմբեր, որոնցից 60,000 տարի առաջ առաջացած C հապլոխմբին պատկանում էին ավստրալոիդ և ավելի ուշ մոնղոլոիդ ռասաները։ CF հապլոխմբի մյուս ճյուղը F հապլոխումբը կոչվում է մակրո կամ գլխավոր խումբ, որից բաժանվում են տարբեր հապլոխմբեր և ձևավորվում են ռասաները։ Դա տեղի է ունեցել մոտ 50,000 տարի առաջ։ Քարտեզում նշված է բաժանման վայրը՝ Հարավային Կովկասի և Հյուսիսային Միջագետքի մեջտեղում։ G հապլոխումբը ձևավորվել է 48,000 տարի առաջ, ում խմբին պատկանում էր արմենոիդ ռասան։ IJ հապլոխումբը ձևավորվել էր 40,000 տարի առաջ, որը պատկանում էր կրոմանյոնյան մարդու տեսակին՝ եվրոպոիդ ռասային։ K հապլոխումբը ձևավորվել է 47,000 տարի առաջ, որից 45-ից 40,000 տարի առաջ ձևավորվել է N հապլոխումբը, որը իր հերթին բաժանվել է N և O հապլոխմբերի, որոնք հետագայում խաչասերվելով C հապլոխմբի հետ ձևավորեցին մոնղոլոիդ ռասան։ K հապլոխմբից 35,000 տարի առաջ նաև ձևավորվել է L հապլոխումբը, որը պատկանում էր բնիկ հնդիկների ռասային՝ դրավիդներին, և 30,000 տարի առաջ ձևավորվել է R1 հապլոխումբը, որը պատկանում էր հյուսիսում ապրող ճերմակամաշկ մարդկանց։ Q հապլոխումբը առաջացել էր 20,000 տարի առաջ, որը պատկանում էր ամերիկանոիդ ռասային, ովքեր հավանաբար Հյուսիսային Ասիայում խաչասերվելով C հապլոխմբի հետ Սիբիրով անցել էին դեպի Ալյասկա՝ Հյուսիսային Ամերիկայի տարածք, որից հետո հաստատվել Հարավային Ամերիկայի արևմտյան տարածքում։ Բայց եկեք հասկանանք մի բան. եթե այդ ժամանակ եղել է սառցե դարաշրջան, մարդիկ ինչի՞ տաք տարածքներից հրաժարվեցին և բարձրացան ցուրտ տարածքներ։ Այս հարցը մտածելու տեղիք է տալիս։ 70,000 տարի առաջ ձևավորված DY հապլոխմբին պատկանող մարդիկ շատ քիչ են։ Կան ենթադրություններ, որ նրանք Աֆրիկա եկել են Հարավային Կովկասի և Հյուսիսային Միջագետքի տարածքներից, սակայն բոլոր հոմո ցեղատեսակների միգրացիոն շարժը եղել է Աֆրիկայից։ Կա ևս մեկ ենթադրություն, որ նրանք Աֆրիկայից շարժվել են Ասիա, հետո կրկին վերադարձել են Ետ Աֆրիկա։ Եթե դա այդպես է, ապա իրենցից բացի ոչ մի ցեղատեսակ ետ չի վերադարձել դեպի Աֆրիկա մինչև 12,000 թվականը, իսկ DY-ից 50,000 տարի առաջ ձևավորված Y հապլոխումբը Հյուսիսային Աֆրիկայով տեղաշարժվել է Կանարյան կղզիներ։ Ռասաների գունային տարբերությունը կապված է մելանինի հետ։ Մելանինները օրգանիզմի հյուսվածքների կազմության մեջ մտնող գունավոր նյութեր են, որոնք արևից ճառագայթը կլանելով մաշկին տալիս են մուգ գույն։ Հենց սա է պատճառը, որ Աֆրիկայում ապրող մարդկանց մաշկը մուգ է, իսկ Հյուսիսում ապրող մարդկանց մաշկը սպիտակ է, քանի որ արևի ճառագայթները թույլ են, և մելանինները չեն կարող ապահովել մուգ մաշկ։ Օրինակ, ալբինոսների մոտ մելանինները բացակայում են, և նրանք լինելով որևէ ռասայի ներկայացուցիչ, միևնույն է նրանց մաշկի գույնը ճեպճերմակից չի փոխվում։ Հիմա հարց կառաջանա, թե մոնղոլոիդ և ավստրալոիդ ռասայի աչքերը ինչի են նեղ։ Իհարկե, ավելի շատ արտահայտիչ է մոնղոլոիդ ռասայի մոտ։ Հազարավոր տարիներ առաջ Ասիայում եղել են փոշոտ փոթորիկներ։ Մարդիկ իրենց աչքերը պաշտպանելու համար կկոծել են, ու տարիների ընթացքում այդպես է ձևավորվել իրենց գեները։ Սակայն այս ենթադրությունը ամբողջովին հաստատված չէ։ Եկեք այսքանով եզրափակենք գիտական տեսանկյունը։ Ազգերի ձևավորման տեղեկությունների մասին կարող եք ծանոթանալ հույների տեսանյութում։ Հիմա կխոսենք դիցաբանության, հին քաղաքակրթությունների և երկնքից իջածների մասին։
Մարդկանց ԴՆԹ-ն միախառնված է 4 երկնային քաղաքակրթությունների ներկայացուցիչների ԴՆԹ-ների հետ, քանի որ արյան խմբերը նույնպես 4-ն են։ Գիտականորեն ապացուցված է, որ կան 223 գեներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում էվոլյուցիոն ընթացքի հետ։ Այն մտածելու տեղիք է տալիս, որ 223 գեները ոչ երկնային են և ձևավորվել են ուրիշ մոլորակում։ Կդիտարկենք 3 տարբերակ, թե երբ են ժամանել երկնքից իջածները։ Առաջին տարբերակում ժամանել են 500 միլիոն տարի առաջ, երբ սկիզբ են դրել ամբողջ կենդանական աշխարհին։ Երկրորդ տարբերակում 2,5 միլիոն տարի առաջ, երբ ձևավորվեց առաջին հոմո ցեղատեսակը։ Երկրորդ տարբերակում 80,000 տարի առաջ։ Փորձենք հասկանալ, եթե նրանք եկել են 500 միլիոն տարի առաջ ու սկիզբ են դրել ամբողջ կենդանական աշխարհին, ապա էվոլյուցիայի գաղափարը անհետանում է, երբ հարց է առաջանում, իսկ նրանք ինչպես են ստեղծվել։ Հիմա անցնենք երկրորդ տարբերակին, եթե նրանք եկել են 2,5 միլիոն տարի առաջ ու ցանկացել են ստեղծել իրենց նման մարդկանց, ապա դա նրանց չի հաջողվել, քանի որ էվոլյուցիան չափազանց դանդաղ է ընթացել։ Երրորդ տարբերակում նրանք եկել են 80,000 տարի առաջ, երբ մարդ ունեցել է բանականություն։ Համեմատելով 3 տարբերակները իրար, պարզ կլինի, որ երրորդ տարբերակն է մոտ իրականությանը։ Եթե ամբողջովին մտածենք էվոլյուցիոն գաղափարով, ապա բանական մարդը կձևավորվեր 5-ից 10 միլիոն տարիների ընթացքում, քանի որ հոմինիդից հոմո ցեղատեսակների անցումային փուլի տարբերությունը կազմել է այդքան։ 80,000 տարի առաջ ցուլի համաստեղության, Պլեյադների աստղակույտից, Օրիոն համաստեղությունից, Մեծ շուն համաստեղության Սիրուս աստղային համակարգից և Կարապ անգղ համաստեղությունից միաժամանակ եկան երկնքից իջածները և վայրէջք կատարեցին Կովկասյան լեռներում։ Սակայն նրանք նաև վայրէջք էին կատարել Մարսի ու Ֆայետոն մոլորակների և Լուսնի վրա։ Ներկայիս դրությամբ Ֆայետոնը ինչ-որ բախումից պայթել է և իր բաժանված կտորներից Մարս և Յուպիտեր մոլորակների մեջտեղում ձևավորվել է աստերոիդների շղթան։ Այդ ժամանակ արեգակնային համակարգի մոլորակների հեռավորությունը Արեգակից տարբերվում էր։ Մոլորակները ավելի հեռու էին գտնվում Արեգակից, իսկ դասավորությունը նույնն էր։ Արեգակին ամենամոտը Մերկուրին էր, հետո Վեներան, Երկիրը, Մարսը, Ֆայետոնը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, ինչպես նաև մոլորակների պտույտը տարբերվում էր իրենց առանցքի շուրջ։ Մարսում և Ֆայետոնում կար զարգացող կյանք, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով էվոլյուցիոն շրջանը Երկրի հետ համեմատ ընթանում էր չափազանց դանդաղ, իսկ Լուսնում մթնոլորտ չկար, ինչպես ներկայում է, այնպես էլ այն ժամանակ, սակայն նրանք ունեին իրենց հենակետերը, որոնք համարվում էին կանգառներ դեպի մյուս մոլորակներ։ Դա ակնհայտ էր, որ երկնքից իջածները գերզարգացած էին և ունեին բարձր տեխնոլոգիաներ։ Նրանք եկել էին տիեզերական թունելների, պորտալների միջոցով։ Այդ պորտալների գրավիտացիոն դաշտը շատ հզոր է, և դրանք իրենց ձգողականության շնորհիվ տիեզերքում կարող են միլիարդավոր կիլոմետրեր կապել իրար՝ տարածության հեռավորությունը կրճատելով։ Երկնքից իջածները հումանոիդ ռասային էին պատկանում, և նրանց գերնպատակն էր բոլոր կյանք ունեցող մոլորակներում զարգացնել կյանքը դեպի լավը։ Այդ մոլորակների թվում նաև Երկիրն էր։ Պլեյադցիները ունեին կապտավուն, ճերմակագույն մաշկ, սպիտակ մազեր, մոխրագույն աչքեր։ Նրանց հասակը 3-ից հասնում էր մինչև 5 մետրի, իսկ բնավորությամբ չափազանց նրբազգաց էին, թե տղամարդիկ և թե կանայք շատ ներդաշնակ էին։ Նրանք ձգտում էին հոգևոր կատարելության և կարծում էին, որ միակ ճանապարհն է Արարչին մոտ լինելուն։ Օրիոնցիները սպիտակամաշկ էին, ունեին մուգ մազեր, շագանակագույն և սև աչքեր, որոնց հասակը հասնում էր 3-ից մինչև 5 մետրի։ Նրանց պատկերացումները Արարչին մոտ լինելուն ձգտումն էր տեխնոլոգիապես լինել ավելի զարգացված, ինչը վերաբերվում էր նյութականին։ Սիրուսցիները և ձգտում էին հոգևորին և նյութականին, ովքեր դեռ կատարյալ գիտելիքների չէին հասել։
Նրանք թխամաշկ էին, որոնց հասակը նույնպես հասնում էր մինչև 5 մետրի։ Անգլիացիները ունեին ճեպճերմակ մաշկ, բայց կարմիր մազեր, կապույտ և կանաչ աչքեր, ովքեր հասել էին հոգևոր և տեխնոլոգիական գիտելիքների կատարելությանը և բալանսավորում էին 4 երկնքից իջածների կազմած դաշինքը։ Երկնքից իջածները բարձրահասակ էին, քանի որ իրենց մոլորակների ձգողականությունը համեմատած Երկիր մոլորակի հետ ավելի թույլ էր։ Այդ ժամանակ Երկիր մոլորակի կլիման ցածր էր և համարվում էր սառցե դարաշրջան, բայց միևնույն է, մյուս մոլորակների հետ համեմատած ջերմաստիճանը բարձր էր։ Նրանք լինելով սպիտակամաշկ, այդ պատճառով էին վայրէջք կատարել Ֆայտոն և Մարս մոլորակներում, քանի որ նրանց օրգանիզմը երկար չէր կարող դիմակայել բարձր ջերմաստիճանին։ Նրանց նախքան արեգակնային համակարգում հայտնվելը իրենց մոլորակների ջերմաստիճանը բավականին ցածր էր, և նրանց էվոլյուցիոն ընթացքը տարբերվում էր արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից և Երկրի հետ առավել ևս։ Երկնքից իջածների մոլորակներում ձգողականությունը թույլ էր, որի արդյունքում նրանց հասակը բարձր էր։ Նրանք հաճախակի Ֆայտոնից և Մարսից ուղևորվում էին դեպի Երկիր ուսումնասիրությունների։ Նրանց արարչական ցանկությունը այնքան մեծ էր, որ ցանկացան Երկրի մարդկանց տալ բանական կյանք։ Նրանց գեների խաչասերումից առաջացան լեմուրացիները, ատլանտները, հիպերբորեացիները և արիացիները, որոնց 223 գեները երկնային չէին և պատկանում էին երկնքից իջածներին։ Կրկին նշենք, գիտականորեն ապացուցված է, որ 223 գեները ոչ մի էվոլյուցիա չեն ապրել։ Երկնքից իջածները թիկնեղ, ամրակազմ, բարձրահասակ մարդիկ էին՝ համեմատած ներկայիս մարդկանց հետ։ Լեմուրացիները իրենց հերթին տեղաշարժվեցին դեպի Ավստրալիայի տարածք և անվանեցին իրենց պետությունը Լեմուրիա։ Ատլանտները տեղաշարժվեցին Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի մեջտեղում գտնվող կղզին և անվանեցին իրենց պետությունը Ատլանտիս։ Հիպերբորեացիները տեղաշարժվեցին դեպի հյուսիս, Արկտիկա և անվանեցին իրենց պետությունը Հիպերբորեա, իսկ արիացիները լինելով առաջին արարված բանական մարդիկ, ոմանց դնթում կային բոլոր 3 ռասաների գեները, մնացին Կովկասում և հիմնեցին Արատտա երկիրը։ Սա հենց բնութագրում է մարդու 4 արյան կարգերը, որը ցույց է տալիս արիացիների կատարելությունը, այսինքն 4-րդ ռասան։ Սկզբում բոլորը թխամաշկ էին, և մաշկի վրայի մազածածկույթը բավականին արտահայտիչ էր։ Թխամաշկ էին, քանի որ միգրացիոն սկիզբը եղել էր Աֆրիկայից, իսկ մազածածկույթը պաշտպանում էր ցրտից և վնասվածքներից։ Այդ ժամանակները ասոցացվում են սառցե դարաշրջանի հետ, և Երկրի հյուսիսային հատվածի կլիման համարվում էր ցուրտ։ Ամենաշոգ հատվածը Աֆրիկան էր և Երկրի հարավային մյուս ցամաքները։ Հազարավոր տարիների ընթացքում մարդկանց և երկնքից իջածների գեները սկսեցին ակտիվորեն փոխազդել միմյանց հետ, երբ մաշկի մազածածկույթը վերացավ, առաջացան սպիտակամաշկ մարդիկ։ Արիացիների և հիպերբորեացիների մաշկը բոլոր ռասաների հետ համեմատած շատ սպիտակ էր, իսկ նրանց միջև համեմատական տանելով հիպերբորեացիները չափազանց ճերմակամաշկ էին և միմյանցից տարբերվում էին բաց և մուգ մազերով։ Հյուսիսում համարվում էր սառցե դարաշրջան, և այդտեղի կլիմայից ելնելով մելանինը արևի պակասից ակտիվ չէր կարողանում գործել։ Եթե մարդկանց դնթում չլիներ ոչ երկնային գեներ, ապա նրանք չէին կարող դիմադրել հյուսիսային ցրտերին։ Երկնքից իջածները հատուկ հյուսիսում ստեղծեցին Հիպերբորեա պետությունը, որպեսզի երբ օրերից մի օր Երկիրը ամբողջությամբ պատվեր սառույցով, մարդկությունը կարողանար գոյատևել։ Ատլանտները թխամաշկ էին, կարմիր մազերով։ Լեմուրացիները ունեին մուգ մաշկ։ Նրանց արտաքինը նման էր ներկայիս ամերիկանոիդ և ավստրալոիդ ռասաների մարդկանց, սակայն նրանց պես չունեին աչքի էպիկանտուս ձև։ Պարզաբանեցինք, թե ինչպես է փոխվում մաշկի գույնը, սակայն չխոսեցինք պլեացիների կապույտ մաշկի մասին։ Սկսենք նրանից, որ մաշկի գույնը փոխկապակցված է արյան գույնի հետ։ Բոլորս գիտենք, որ մարդու արյունը կարմիր է, բայց քչերը գիտեն, թե ինչի է կարմիր։ Մարդու օրգանիզմի գլխավոր էներգիան ապահովում է թթվածինը, այսինքն շնչառությունը։ Թթվածինը քթով հասնում է թոքեր, իսկ թոքերից թթվածնի այլ մարմնի հյուսվածքների տեղափոխումը ապահովում է հեմոգլոբին սպիտակուցը, որի գույնը կարմիր է, իսկ կարմիր գույնի ձևավորումը կապված է թթվածնի և երկաթի միացումից։
Երկիր մոլորակում ամենատարածված մետաղը երկաթն է, որը կա նաև մարդու օրգանիզմի մեջ։ Փափկամարմինների մոտ հեմոգլոբինի նույն գործողությունը կատարում է հեմոցիանին սպիտակուցը, որի գույնը կապույտ է, իսկ կապույտ գույնի ձևավորումը կապված է թթվածնի և պղնձի միացումից։ Այո, փափկամարմինների մոտ երկաթի փոխարեն գերակշռում է պղինձը, օրինակ ութոտնուկներինը, որոնց արյան գույնը կապույտ է։ Ստացվում է այնպես, որ պլեացիների մոլորակում երկաթի փոխարեն գերակշռել է պղինձը, և նրանց արյունը լինելով կապույտ, ազդել է մաշկի գույնի վրա։ Այդ ժամանակ ջրերը դեռ բարձրացած չէին, Ատլանտիսը հսկա կղզի էր, հյուսիսում Հիպերբորեան մեծ ցամաք էր, Լեմուրիան Հնդկական օվկիանոսից հասնում էր մինչև Խաղաղ օվկիանոսի կեսը, իսկ Արատան մարդկանց արարման բնօրանն էր։ Նրանք բացի մարդկանցից, կենդանական աշխարհին տվեցին նոր կենդանիների տեսակներ։ Բնությունը այսօրվա համեմատ ուներ ահռելի տարբերություն։ Բուսական աշխարհում կային բազմահազար բերքատու ծառեր։ Երկնքից իջածների գեները ազդել էր մարդկանց սնունդի վրա, ովքեր սնվում էին բնության տված պտուղներով, երբ աստիճանաբար լինում էր մսի հրաժարումը։ Նաև հապլոխմբերով վերհիշենք նրանց տեղաշարժը։ Կովկասյան լեռներում F հապլոխմբի հետ երկնքից իջածները խաչասերվեցին, և 50,000 տարի առաջ ձևավորվեց G հապլոխումբը, արիացիները, ինչպես C հապլոխումբը, ովքեր լեմուրացիներն էին։ Նրանց որոշ մասը, բացի Լեմուրիայից, նաև բնակություն էր հաստատել Ամերիկայի մայրցամաքներում։ 50,000 տարի առաջ նաև ձևավորվեց E հապլոխումբը, ովքեր ատլանտներն էին։ Ի դեպ, E հապլոխումբը ամենահազվադեպ հանդիպող գենն է։ 40,000 տարի առաջ ձևավորվեց R1 հապլոխումբը, հիպերբորեացիները։ Եղան 4 գլխավոր պետություններ, որոնցից 3-ը ստացել էին բուրգանման տեսք և խորհրդանշում էին Արարչական Երրորդությունը, իսկ Արատան գտնվում էր բուրգի կենտրոնում։ Ամբողջ մոլորակում բուրգեր կառուցվեցին, որոնց օգնությամբ բալասավորում էին իրենց էներգիաները Երկրի էներգիաների հետ միասին։ Բուրգերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված է եգիպտացիների տեսանյութում։ Արիացիները ամենակատարյալ մարդիկ էին, քանի որ նրանց գեները ամենաշուտն էին փոխազդել երկնքից իջածների գեների հետ։ Կարելի է նշել, որ գրեթե հավասար են երկնքից իջածների հետ։ Նրանք հասել էին իրենց զարգացվածության գագաթնակետին, թե հոգեպես և տեխնոլոգիապես, սակայն ավելի կարևորություն էին տալիս հոգևոր գիտելիքներին, որոնց կապը շատ ուժեղ էր անգղացիների հետ։ Արիացիները հասկացել էին, որ Արարչին մոտ լինելու համար հարկավոր է ունենալ կատարյալ հոգևոր գիտելիքներ, իսկ նյութականությունը, այսինքն տեխնոլոգիապես զարգացված լինելը, վաղ թե ուշ կտանի կործանման։ Լեմուրացիները փոքր ինչ զիջում էին արիացիներին, ովքեր արարչական կատարելության հասնելու ճանապարհին էին։ Ատլանտները լեմուրացիների հետ համեմատ գտնվում էին գրեթե նույն կատարելության, պարզապես դեռ նրանց մոտ նոր էր սկսվում նյութականությունից դեպի հոգևոր անցումային շրջանը, իսկ հիպերբորեացիները դեռ գտնվում էին նյութականության շրջանում։ Հարց է առաջանում, արդյոք նրանք մի օր նյութականությունից կանցնեին հոգևորին։ Իսկ այն մարդիկ, ովքեր չէին համապատասխանում 4 քաղաքակրթությունների ապրելակերպի հետ, նրանց հեռացնում էին իրենց բնակավայրից։ Այդ մարդիկ, բնակություն հաստատելով Երկիր մոլորակի տարբեր անկյուններում, կառուցում էին շատ քաղաքներ, որոնք, իհարկե, զիջում էին իրենց կատարելությամբ Արատային, Լեմուրիային, Ատլանտիսին և Հիպերբորեային։ Բոլոր ռասաներից խոսեցինք, բացի մոնղոլոիդ։ Մոնղոլոիդ ռասան ձևավորվել է 40,000 տարի առաջ Հյուսիսային Ասիայի, ներկայիս Մոնղոլիայի տարածքում։ Ռասայի առաջացումը պայմանավորված էր ամբողջովին այլ երկնքից իջածների ռասայի խաչասերումից։ 40,000 տարի առաջ վիշապ համաստեղությունից եկան ռեպտիլոիդները, որոնք հումանոիդ ռեպտիլյանների տեսակի ներկայացուցիչներ էին։ Նրանց հասակը 2 մետրից հասնում էր մինչև 3 մետրի, ովքեր ագրեսիվ և բացասական արարածներ էին։ Տիեզերքում նրանց պայքարը միշտ շարունակվում էր հումանոիդ ռասաների դեմ, քանի որ իրենք իրենց տգեղությունից չարացել էին։ Ռեպտիլոիդների ռասայական էգոիզմը այնքան էր մեծացել, որ տիեզերքում չէին ցանկանում տեսնել հումանոիդ ռասաներին։ Դրա հետ մեկտեղ շատ զարգացած էին, խելացի և խորամանկ։
Նրանց հետ նաև ժամանել էր իրենց օգնական ռասան՝ մոխրագույնները։ Մոխրագույնների մաշկը հենց իրենց անունից հուշում է, որ մոխրագույն էր։ Նրանց հասակը հասնում էր կես մետրից մինչև 1,5 մետրի, ովքեր համարվում էին ռեպտիլոիդների առաջադրանքներ կատարողները։ Ռեպտիլոիդները և մոխրագույնները սկզբում վայրէջք են կատարում Վեներա մոլորակում և ամբողջովին ուսումնասիրում են Երկրի կյանքը։ Վեներայում ջերմաստիճանը այդքան բարձր չէր ներկայիս դրությամբ համեմատած, ինչպես նաև նրանց օրգանիզմը և մաշկը կարողանում էր դիմակայել և շոգին, և ցրտին։ Վեներայում նույնպես կար զարգացող կյանք, սակայն այնտեղ հակառակն էր, քանի որ բարձր ջերմաստիճանը խանգարում էր կենդանական աշխարհի արագ զարգացմանը։ Ռեպտիլոիդները և մոխրագույնները տեսնելով մարդկանց կատարելությունը և ներդաշնակությունը ծրագիր կազմեցին։ Ռեպտիլոիդները սկզբում խաչասերվեցին K հապլոխմբից ձևավորված մարդկանց հետ, որոնցից 40,000 տարի առաջ ձևավորվեց Նո հապլոխումբը՝ մոնղոլոիդ ռասան։ Նո հապլոխումբը բաժանվեց երկու մասի՝ N և O հապլոխմբերի, որոնք տարածվեցին ամբողջ Հյուսիսային և Հարավային Ասիայի տարածքով։ Նրանք նաև իրենց կենդանական աշխարհի ներկայացուցիչներին՝ ռեպտիլյաններին տվեցին մուտացիոն գեներ, որոնք հետագայում դարձան դինոզավրերը։ Երբ դեռ ռեպտիլոիդները առաջին անգամ պետք է հանդիպեին երկնքից իջածների հետ, բանակցություններ վարեցին՝ ասելով, որ խաչասերման անհամաձայնության դեպքում կլինի մեծ պատերազմ։ Նրանց տվեցին ժամանակ՝ հստակ պատասխան տալու համար։ 4 հրասաները սկսեցին իրենց բանակցությունները։ Օրիոնցիները կարծում էին, որ մարդկությունը պետք է լինի բալանսավորված, այնինչ լեմուրացիների գլխավորությամբ նաև ատլանտները ձգտում էին հոգևոր կյանքին։ Օրիոնցիները պատերազմից խուսափելու համար և մարդկանց տանելով դեպի հավասարակշռության, համաձայն էին խաչասերվել ռեպտիլոիդների հետ։ Բլեացիները նույնպես վախենում էին մարդկության համար, պարզապես ուրիշ կերպ էին մտածում։ Նրանք կարծում էին, որ ռեպտիլոիդների գեները ամբողջովին կայլասեռ էին մարդկանց էությունը և չէին ցանկանում թույլ տալ խաչասերումը։ Նրանք առանց ֆիզիկական պատերազմի ցանկանում էին մտավոր և հոգևոր կերպ աննկատ ազդել ռեպտիլոիդների գիտակցության վրա։ Սիրիուսցիները տարակուսանքի մեջ էին և երկար մտածելուց հետո համամիտ եղան օրիոնցիների հետ, քանի որ մտածեցին՝ թեկուզ և եթե նրանք ռեպտիլոիդների հետ տանեն աննկատ գիտակցական պատերազմ, ապա ինչ-որ սխալի դեպքում միևնույն է կլինի մեծ պատերազմ։ Անգղացիները լուռ հետևում էին այս ամենին, քանի որ տեսնում էին ապագան։ Նրանց համար կար երկու ճանապարհ. առաջինը պատերազմել, որը կթուլացնի ռեպտիլոիդներին, իսկ երկրորդը ենթարկվելով ռեպտիլոիդներին, որը կտանի դեպի կործանման։ Նրանք միացան բլեացիների հետ և ընդհանուր հայտարար եկան, որ փրկությունը պատերազմելն է։ 4 երկնքից իջածների կազմած դաշինքը փլուզվեց։ Օրիոնցիները և սիրիուսցիները վախենալով մարդկության համար, ռեպտիլոիդների հետ կազմեցին դաշինք և հորդորեցին անգղացիներին և բլեացիներին պատերազմ չսկսել։ Իսկ անգղացիների գլխավորությամբ բլեացիները նույնպես տեղեկացան, որ ապագայում սպասվում է մեծ պատերազմ և նախազգուշացրեցին լեմուրացիներին, ատլանտներին, հիպերբոreացիներին և արիացիներին, որ լինելու է խաչասերում, և միայն այդ դեպքում ուշքի կգան օրիոնցիները և սիրիուսցիները։ Նրանք մարդկանց հորդորեցին միշտ ապրել հոգևոր կյանքով, որպեսզի գեները չփոխվեն բացասական կողմ։ Բոլորը համակարծիք եղան անգղացիների և բլեացիների հետ, որ իրենց գեները չխաչասերվի նման տգեղ և անմարդկային էակների հետ։ Երբ Հյուսիսային Ասիայում խաչասերումը սկսվեց, առաջացավ մոնղոլոիդ ռասան, որոնց աչքի էպիկանտոս ձևը նկատվում էր ռեպտիլոիդների դիմագծերում։ Երբ 40,000 տարի առաջ սկսվեց խաչասերումը, մարդիկ անգղացիների և բլեացիների օգնությամբ փորձում էին ապրել հոգևոր կյանքով և ամեն կերպ դիմադրում էին նյութականությանը։ Խաչասերումը շարունակվեց 20,000 տարի։ Մարդկանց ու ռեպտիլոիդների գեները խառնվել էին իրար։ Արդեն ձևավորված մոնղոլոիդների մի մասը գրեթե գրավել էր ամբողջ Ասիան, իսկ մյուս մասը՝ Q հապլոխումբը, տեղափոխվել էր Հյուսիսային Ամերիկայի մայրցամաք, որտեղ C հապլոխմբի լեմուրացիների հետ խաչասերվելով ձևավորեցին ամերիկանոիդ ռասան։
Q հապլոխմբին պատկանող մարդիկ եթե լինեին թերզարգացած, ապա նրանք չէին կարող այդ սառույցների միջով անցնել Ամերիկա մայրցամաք, կամ նրանց հավանաբար օգնել են հաղթահարել այդ ճանապարհը։ Մարդիկ չէին կարողացել պահել իրենց շիտակ գեները, որը ազդել էր նրանց մարմնի վրա, դարձել էին թույլ և ցածրահասակ, քանի որ մարդու երկու կիսագնդերի մեջտեղում կոնաձև գեղձը էպիֆիզը նույն ինքը երրորդ աչքը կորցնում էր իր դրական ազդեցությունը։ Գիտականորեն հասկանանք, թե ինչ կապ ունի էպիֆիզը մարդկանց հոգևոր անկումի հետ։ Էպիֆիզում տեղակայված է ոգին, իսկ ոգին Արարչի մասնիկն է մարդու գիտակցության մեջ, որը սնուցում է հոգուն։ Հոգին տեղակայված է սրտում, որը մարմինը սնուցող էներգիան է։ Էպիֆիզից է կառավարվում մեր ամբողջ մարմինը։ Տեսողական աչքերի ցանցաթաղանթների գեները համընկնում են, սակայն նրանց գործողությունները տարբերվում են։ Էպիֆիզը, ի տարբերություն տեսողական աչքի, նրա գործընթացին լույսը խոչընդոտում է։ Աչքերը բաց վիճակում մելատոնին հորմոնը չի արտադրվում։ Մելատոնինը արտադրվում է էպիֆիզի կողմից, երբ մարդու աչքերը փակ են լինում։ Հորմոնի արտադրման գագաթնակետը համարվում է 22:00-ից մինչև 02:00, երբ մարդ պետք է անպայման քնած լինի։ Մելատոնինը կարգավորում է ցիրկադային ռիթմերը, այսինքն քնելու, արթնանալու ցիկլը, և բացի դա, այն պատասխանատու է իմունային համակարգի գործունեությանը, որը նպաստում է ԴՆԹ-ի առողջ կառուցվածքին և ուղեղի նորմալ աշխատանքին։ Այն նաև արտադրվում է մեդիտացիոն կարգավիճակում։ Մարդ կարող է իր մտքերը ուղղորդել մելատոնին հորմոնին և ազդել ցանկացած գենի սնուցմանը և փոփոխմանը։ Քնի ժամանակ գիտակցությունը անջատվում է, իսկ մեդիտացիայի ժամանակ գիտակցությունը արթուն է և մտքերը կարող են գործել։ Այդ ժամանակ ընկալում ենք ոգու փոխանցած տիեզերական տեղեկությունները հոգուն, որոնք ցույց են տալիս կյանքի իրական գաղափարները։ Գաղափարներ իրականացնելու գործընթացը սերտ կապված է մեր առողջ մարմնի հետ, իսկ առողջ մարմին ունենալու հիմքը դա մեր ԴՆԹ-ի առողջ կառուցվածքն է, որին պետք է կառուցենք էպիֆիզի միջոցով։ Էպիֆիզը գործում է իր զուգահեռ գեղձի՝ հիպոֆիզի հետ միասին, իսկ հիպոֆիզը նաև սնուցվում է հիպոթալամասում արտադրվող հորմոններից և էնդոկրին համակարգի գործընթացով կարգավորում է մնացած գեղձերին։ Հիպոֆիզը արտադրում է աճի հորմոնը, թե մկանային և թե ոսկրային համակարգերը ապրում են զարգացում։ Այն ժամանակ մարդիկ ինչ-որ պահից սկսած կորցրել են հոգու հետ կապը, դարձել են ցածրահասակ, թույլ և սերնդեսերունդ այդ գեները փոխանցվել են ներկայիս մարդկությանը։ Այո, գեները կարող են կրկին փոխել, և թե հոգեպես, և թե ֆիզիկապես կարող ենք լինել ավելի հզոր։ Համեմատաբար Լեմուրիայում, Ատլանտիսում, Հիպերբորեայում և Արատայում էին մարդիկ պահում իրենց հոգևոր էությունը, իսկ մոնղոլոիդ ռասայից առաջացել էին թե արտաքնապես և թե գիտակցությամբ այլանդակված մարդիկ, ովքեր մարդկանց հետ համեմատ համարվում էին հսկաներ և շարունակում էին այլասերել մարդկությանը։ Ինչպես նաև դինոզավրերի գոյությունը շատ էր խանգարում մարդկանց, ովքեր ապրում էին վախի մթնոլորտում։ Սիրուսիների և օրիոնցիների համբերությունը հազարավոր տարիների ընթացքում արդեն սպառվել էր։ Նրանք անգղացիներին և պլեացիներին հաշտության ձեռք մեկնեցին և զղջացին, որ համակարծիք չեն եղել։ Անգղացիները և պլեացիները լինելով կատարյալ ներդաշնակիակներ, արագ հաշտության ձեռք մեկնեցին և ասացին, որ մեզ հոգևոր գիտելիքները ցույց էին տվել ապագան, և մեր համախմբումը կրկին կլիներ ռեպտիլոիդների խաչասիրումից հետո, քանի որ ձեզ միայն դա կարող էր սթափեցնել։ Նրանք միանում են անգղացիների և պլեացիներին, ովքեր 20,000 տարի շարունակ փորձել են մարդկանց պահել հոգևոր իրականության մեջ և իրենց բոլոր ուժերը կենտրոնացնում էին հոգևորին։ Ռեպտիլոիդները հասկանում են, որ իրենց գիտակցության վրա ուժ է գործածվում։ Նրանք նախազգուշացնում են դադարեցնել գիտակցական պատերազմը, և եթե մերժվի իրենց պահանջը, ապա կսկսվի մեծ պատերազմ։ Ռեպտիլոիդների առաջարկը մերժվում է, և սկսվում է մեծ պատերազմ։ Պատերազմը շատ երկար տարիներ շարունակվեց։ Մարդիկ երկրում երկնքից իջածների հետ միասին պայքարում էին այլանդակված հսկաների դեմ։
Բացի երկրում պատերազմը շարունակվում էր մյուս մոլորակներում, երկնքից իջածները պայքարում էին ռեպտիլոիդների դեմ, որը համարվում էր գերտեխնոլոգիապես հարուստ միջուկային պատերազմ։ Ճակատագրական ճակատամարտը տեղի է ունենում Ֆայտոն մոլորակում։ Ռեպտիլոիդներին հաջողվում էր Մարս մոլորակում հասնել հաջողության, որտեղից երկնքից իջածները նահանջել էին դեպի Ֆայտոն մոլորակը։ Ռեպտիլոիդները իրենց գրեթե բոլոր ուժերը կենտրոնացնում են Ֆայտոնում, որպեսզի վերջնականորեն ոչնչացնեն երկնքից իջածներին։ Տեխնոլոգիապես հզոր զենքերի օգտագործումից պայթում է Ֆայտոն մոլորակը, և թե ռեպտիլոիդների, և թե երկնքից իջածների մեծ մասը մահանում է։ Մոլորակի բեկորները մեծ վնասներ հասցրեցին Մարս մոլորակին, երբ միաժամանակ մյուս բեկորները շարժվեցին դեպի Երկիր։ Երկրում երկնքից իջածները և ռեպտիլոիդները տեղեկացան պայթյունի մասին, որի հետևանքները նաև կարող են լինել ճակատագրական երկրի համար։ Ռեպտիլոիդները հաշտության ձեռք մեկնեցին երկնքից իջածներին, քանի որ մարդկանց դնթում կար նաև իրենց գեները և չէին ցանկանում մարդկանց ոչնչացումը։ Նրանք հաշտվեցին և գործողություններ կազմակերպեցին մարդկանց պաշտպանելու աղետից։ Մեծ պատերազմը ավարտվեց, սակայն մարդկանց միջից գրեթե վերացել էր հոգևոր էությունը, շատ քիչ տոկոսն էր մնացել հոգևոր։ Երկնքից իջածները և ռեպտիլոիդները վախենալով կայանալիք աղետից, թե ջերմաստիճանի բարձրացումից և թե ջրհեղեղից, կենդանիների և մարդկանց հետ միասին բարձրանում են լեռները։ Ատլանտները վախենալով, որ իրենց կղզին կանցնի ջրի հատակը, նրանք տեղաշարժվում են Աֆրիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում գտնվող Ատլասի բարձրադիր լեռները, լեմուրացիները բարձրանում են Խաղաղ օվկիանոսում գտնվող ցամաքի բարձրադիր լեռները։ Հիպերբորեան լինելով ծովի մակարդակից ոչ այդքան բարձր, հիպերբորեացիները վախենալով խորտակումից, տեղաշարժվում են Կովկասյան բարձրադիր լեռներ և արիացիների հետ միասին բարձրանում են վերև։ Մոնղոլոիդները բարձրանում են ներկայիս Բելուխայ և Տիբեթյան լեռները, իսկ Հյուսիսային Ամերիկայում ամերիկանոիդ ռասան բարձրանում է այնտեղի բարձրադիր լեռները։ Աստերոիդները արդեն մոտեցել էին Երկրին, երբ դեռ բախումներ տեղի չունեցան, քանի որ Երկրի ձգողականության շնորհիվ սկսեցին պտտվել Երկրի շուրջ։ Լուսինը նույնպես բեկորներ է ձգում իր կողմ։ Նրանք մոտ 2000 տարի շարունակ պտտվեցին, և այդ ընթացքում Երկրի ջերմաստիճանը բարձրացավ, աստիճանաբար հալչում էին սառույցները։ Հետո 13000 տարի առաջ նրանց պտույտը ավարտվում է, երբ հատում են Երկրի մթնոլորտը։ Ամենամեծ աստերոիդը ընկնում է Խաղաղ օվկիանոս։ Մեծությամբ երկրորդ մեծ աստերոիդը ընկնում է ներկայիս Կանադայի Կվեբեկ քաղաքի վրա։ Սկսվում են հսկայական ցունամիներ։ Ջրի տակի բոլոր հրաբուխները արթնանում են։ Օդը աղտոտվում է թունավոր գազերով, լինում է ջերմաստիճանի բարձրացում, որն էլ պատճառ է հանդիսանում հյուսիսային տարածքներում սառույցների հալմանը։ Ատլանտիսը հզոր ցունամիի հետևանքով անցավ ջրի հատակը, և իրենից հետո ջրի մակերևույթի վրա մնաց միայն Ազորյան կղզիները։ Հիպերբորեան սառույցների հալումից անցավ ջրի հատակը։ Ամենամեծ աստերոիդի բախումից Լեմուրիայի մեծ մասը անցավ ջրի հատակը, իր ետևից թողնելով Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ֆիջի, Հավայի և Զատկի կղզիները։ Հյուսիսային Ամերիկայում նույնպես հալվեցին սառույցները, և ամերիկանոիդ ռասան տեղաշարժվեց դեպի Հարավային Ամերիկա։ Մարդկանց 90%-ը մահացավ, ինչպես նաև վերացան դինոզավրերը և այլանդակված հսկաները։ Մոտ 12000 տարի առաջ մարդիկ սկսեցին լեռներից իջնել ներքև, և ավերակներից հետո փորձեցին սկզբից ձևավորել իրենց քաղաքակիրթ կյանքը։ Այդ հազարավոր տարիների ընթացքում բերքատու ծառերը պակասում էին, և մարդիկ իրենց սնունդը ստանում էին արևից շնչառական վարժանքների միջոցով։ Արևի մասնիկները, այսինքն լույսի մասնիկները, ֆոտոնները, փոխազդելով օդի հետ, մարդու համար ձևավորում է կյանքի գլխավոր էներգիան։ Գիտակցված ճիշտ շնչառական վարժանքների միջոցով մարդ կարող է ոչ ուտել և ոչ էլ ջուր խմել։ Թթվածնով սնվելը այն համոզմունքն է, որ ուտելը և ջուր խմելը էներգիայի միակ աղբյուրը չէ, և որ կենսական ուժը կարելի է ստանալ ճիշտ շնչառության արդյունքում։
Ներկայիս մարդկությանը այս գիտելիքի հետ ծանոթացրել է հնդկական մշակույթը, քանի որ հնդիկներին էր հաջողվել պահպանել, որին անվանում են պրանա։ Ահա այսպես է եղել մարդկանց գոյատևումը ջրհեղեղի ժամանակ։ Ֆայտոնի բախումը արեգակնային համակարգում փոխեց մոլորակների հեռավորությունը և նրանց ուղեծրերը։ Այդ ժամանակվանից լուսինը սկսեց երկրի շուրջ պտտվել միայն մեկ կողմով։ Երկրի կլիման փոխվեց, որը համարվում էր ներկայիս կլիման։ Աֆրիկայի հյուսիս-կենտրոնական ծաղկուն հատվածը չորացավ, վերացան խիտ անտառները և առաջացավ Սահարա անապատը, որի տակ թաղվեցին շատ կառույցներ։ Ֆայտոնի մասնիկներից Մարսի և Յուպիտերի մեջտեղում ձևավորվեց աստերոիդների շղթան։ Այս ամբողջ ընթացքը տևեց երկար տարիներ, երբ մարդիկ փորձում էին գոյատևել։ Ամեն ինչ բալանսավորվեց։ Մարդիկ շարունակեցին ապրել և զարգանալ երկնքից իջածների, ռեպտիլոիդների և մոխրագույնների օգնությամբ։ Նրանց միջև կնքվեց համաձայնություն, որի առաջին կետում պետք է լինի համայն մարդկություն և չպետք է լինի ռասաների խտրականություն։ Երկրորդ կետում իրենք իրենց դիվանագիտական գործունեությամբ ձեռք կբերեն մարդկանց վստահությունը։ Երկար տարիներ մարդիկ անվեհապահորեն գերադասում էին երկնքից իջածներին, ովքեր պատմում էին նախկին երկրի կյանքը, թե պատերազմի և թե աղետների մասին։ Սակայն ռեպտիլոիդները երկնքից իջածների պատմած պատմությունները վերածեցին դիցաբանական հեքիաթների։ Այդ ժամանակներում մարդիկ շատացել էին, և նախկին սերունդների հետ համեմատ ոչ բոլորն էին հավատում ռեպտիլոիդների բացասական էության տեսակին, ներկայում տեսնելով մարդկանց օգնող ռեպտիլոիդներին։ Տարիներ շարունակ երկրի իրական պատմությունը դարձավ դիցաբանություն, քանի որ մարդիկ կրկին հեռացան հոգևորից։ Մարդկանց համար շատ դժվար էր ապրել ռեպտիլոիդների գեներով և դրա հետ մեկտեղ ապրել կատարյալ հոգևոր կյանքով։ Ռեպտիլոիդների վերջնական հաղթանակը կայանում էր նրանում, երբ նրանք ստեղծեցին կրոնները, որոնց գաղափարախոսությունն էր հավատալ միակ Աստծուն, այսինքն իրենց, և մոռացության տալ մյուս կեղծ աստվածներին, այսինքն երկնքից իջածներին։ Այդպես աստիճանաբար մարդիկ մոռացան երկնքից իջածներին, որը նրանց դրդեց փոխել իրենց դիվանագիտական գործունեությունը։ Իրենք երկրից հեռացան և խոստացան իրենց հետևորդներին, որ կվերադառնան ավելի ուժեղ ու կվերադարձնեն մարդկանց իրենց իսկ արարչական էությունը։ Ռեպտիլոիդները մոխրագույնների հետ միասին տոնեցին իրենց դիվանագիտական հաղթանակը։ Նրանք սկսեցին հազվադեպ դուրս գալ մարդկության մեջ, որպեսզի նոր կրոնները հավատ ներշնչեին մարդկանց սրտերում։ Չերևալով իրենց սարսափելի տեսքով, այդ կերպ նրանք կկարողանային ամբողջությամբ կառավարել մարդկանց՝ իրենց ստեղծած կրոններով։ Հիմա եկեք այս պատմությունը համեմատական տանելով դիտարկենք դիցաբանության և հին քաղաքակրթությունների տեսանկյունից, որը կլինի բավականին երկար և կազմված կլինի մի քանի տեսանյութերից, այնպես որ հետևեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը։ Սկզբում հասկանանք՝ արդյոք Մարս մոլորակում կան հին քաղաքակրթության հետքեր։ Մարսում աստղադիտակների միջոցով գտնվել է շատ զարմանալի տարածք, որտեղ հին ժամանակներում կարծես քաղաք է եղել։ Այդ տարածքի առանձնահատուկ կառույցներից մեկը հսկա մարդկային դեմքն է։ Դեմքի մոտակայքում գտնվում է 5 անկյանի հսկա բուրգանման կառույց։ Բացի այդ կառույցից իրար շատ մոտ գտնվում են համեմատաբար փոքր բուրգանման կառույցներ, որտեղ շատ հավանական է ապրել է ինչ-որ երկնային քաղաքակրթություն։ Իհարկե կարող ենք մտածել, որ կառույցները բնական են, սակայն մարդկային դեմքի կառույցը թույլ չի տալիս մտածել այդ ուղղությամբ։ Հիմա գնանք Երկիր մոլորակ և պարզաբանենք ջրի տակ անցած ցամաքները։ Հիպերբորեայի մասին հիշատակվում է հունական դիցաբանության մեջ։ Ըստ Դիոդորոսի, Ապոլոնը ժամանակ առ ժամանակ գնում է Հիպերբորեա, որպեսզի հովանա ամառվա շոգից։ Այնտեղի ապրող մարդկանց մոտ, երբ մահը գալիս էր, նրանք ամբողջովին կյանքից հագեցած լինելով նետվում էին ծովը, և եթե ցանկանում էին կրկին ապրել կյանքը, ապա մահից հետո կարող էին վերածնվել։ Նաև հռոմեական փիլիսոփա Գայոս Պլինոսը հիշատակել է Հիպերբորեա երկիրը։ Ըստ նրա, Ռիփեյան լեռան մոտակայքում կա մի երկիր,
որտեղ 6 ամիս ցերեկ է և 6 ամիս գիշեր։ Ռիփեյան լեռան մասին նաև հիշատակվում է հնդուիզմում, սակայն լեռան անունը կոչվում է Մերու, որը գտնվում է Հիպերբորեայում։ Հին հնդիկ աստղագետ Բրահմագուպտան նկարագրում էր, որ լեռը բևեռային աստղի տակ է և աստղերը պտտվում են նրա ստորոտում։ Հիպերբորեայում 6 ամիս ցերեկ է և 6 ամիս գիշեր, իրականում հյուսիսում 6 ամիս ցերեկ է և 6 ամիս գիշեր։ Դա պայմանավորված է երկրի պտույտը Արեգակի շուրջ, որի առանցքը թեքվում է մոտավորապես 23,5 աստիճան անկյան տակ։ Այդ թեքության պատճառով բևեռները հերթով պտտվում են Արեգակի կողմ։ Մերու լեռան բարձրությունը եղել է 8000 մետր, որը հսկա ժայթքող հրաբուխ էր։ Այն անցել է ջրի տակ և հիմա գտնվում է ջրի մակերևույթից 4000 մետր ներքևում։ Կա ևս մեկ փաստ Հիպերբորեա երկրի մասին, սակայն ոչ հաստատված գիտնականների կողմից։ Ջրի տակ անցած Մերու լեռից բացի, Արքայազն պատրիկ կղզու հարևանությամբ նաև երևում են բուրգերի շարասյունը։ Հիպերբորեացիներին դեռ կանդրադառնանք։ Ատլանտիսի մասին շատ նյութեր կան, սակայն կառանձնացնենք գլխավորը, թե որտեղից է առաջացել այդ ցամաքի գոյության ենթադրությունները։ Հույն փիլիսոփա Պլատոնը իր Թիմեյ գրերում ներկայացրել է Աթենքի և Ատլանտիսի պատմությունը որպես իրական պատմական պատմություն, հիմնված վավերական փաստաթղթերի վրա։ Մ.թ.ա. 9000 թվականին Աթենքը հզոր ու առաքինի պետություն էր։ Նրանց հիմնական մրցակիցը Ատլանտիսն էր, որը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսում։ Կղզու և օվկիանոսի անունները անվանվել են ի պատիվ Ատլանտի, այս երկրի առաջին թագավորի։ Ատլանտիսը իր չափերով գերազանցում էր Լիբիային և Փոքր Ասիային միասին վերցրած։ Այն ժամանակ Լիբիան համարվում էր Աֆրիկա մայրցամաքը, և միգուցե Պլատոնը նկատի է ունեցել Ամերիկայի մայրցամաքները, սակայն այդ ժամանակներում նա միանշանակ չէր կարող իմանալ Աֆրիկա մայրցամաքի իրական չափսերը։ Պլատոնը պատմում էր, որ կղզին ուներ կլորավուն տեսք, որտեղ արծաթով և ոսկով կառուցված էին տաճարներ, որոնք շրջապատված էին ոսկե արձաններով։ Բացի այդ, կային նավահանգիստներ և նավերով լցված այլ կառույցներ։ Պլատոնը նկարագրում է կղզու անհավատալի հարստությունը և այնտեղի խիտ ծաղկող բնական աշխարհը։ Ատլանտները պահպանում էին իրենց աստվածային էությունը, նրանք արհամարհում էին հարստությունը, դրանից վեր դասելով առաքինությունը։ Սակայն նրանք խառնվեցին մարդկանց հետ, և աստվածային էությունը այլասերվեց։ Նրանք թաղվեցին շքեղության, ագահության և հպարտության մեջ։ Ատլանտիսում ձևավորվեց հզոր թագավորություն, որոնց նպատակն էր գրավել բոլոր երկրները։ Որոշ տարիներ անց այնքան էին հզորացել, որ արդեն գրաված հողեր ունեին մինչև Եգիպտոսի և մինչև Արևմտյան Իտալիայի տարածքներում։ Ատլանտները որոշում են նաև գրավել Աթենքը, բայց աթենացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց հայրենիքը։ Չնայած այն բանի, որ բոլոր դաշնակիցները դավաճանեցին, նրանք միայնակ իրենց քաջության և առաքինության շնորհիվ ետ մղեցին արշավանքը, ջախջախեցին ատլանտներին և ազատեցին իրենց տրկացած ժողովրդին։ Դրանից հետո, սակայն, տեղի ունեցավ հսկայական բնական աղետ, որի հետևանքով աթենացիների ամբողջ բանակը մեկ օրում մահացավ, և Ատլանտիսը խորտակվեց օվկիանոսի հատակը։ Աֆրիկայի Մավրիտան երկրում կա կլորավուն հատակագծով տարածք, ինչպես Պլատոնն էր Ատլանտիսին ներկայացնում այդ տեսքով։ Իրականում շատ հետաքրքիր է, միգուցե իրոք Մավրիտանում է եղել Ատլանտիսը։ Ատլանտներին դեռ կանդրադառնանք։ Լեմուրիա ցամաքի անվանումը առաջացել է Մադագասկարում և Հնդկաստանում ապրող կիսակապիկ լեմուրների անունից, իսկ Լեմուրիայի Խաղ օվկիանոսի հատվածը կոչվում է Մու։ Թոր Հեյերդալը կարծում է, որ պոլինեզիացիները բնակություն են հաստատել արևմուտքից, թեև նրանց լեգենդները նշում են արևելքից եկած նախնիների մասին, այսինքն խորտակված Մու ցամաքից։ Պոլինեզիացիները Նոր Զելանդիայում և Խաղ օվկիանոսի կղզիներում ապրող մարդիկ են։ Պոլինեզիացիները քիչ ընդհանրություններ ունեն Ամերիկայում ապրող հնդկացիների հետ։ Խաղաղօվկիանոսի կղզիների կրակի օղակի մաս են կազմում։ Ցամաքի և ստորջրյա հրաբուխները դեռ շատ ակտիվ են այսօր։ Ուստի ենթադրվում է, որ փոքր կղզիները Մեծ մայրցամաքի մնացորդներն են։
Զատկի կղզու լեգենդները ասում են, որ կղզում ավելի շատ մարդիկ էին ապրում, իսկ կղզին ինքը ավելի հսկայական էր, բայց աստիճանաբար առանձնացավ, երբ ձևավորվեցին փոքրիկ կղզիները։ Էդվարդ Դեվիս ծովահենը 1687 թվականին, ով արշավանքներ էր իրականացնում Մեքսիկայի, Պերուի և Չիլիի ափերի երկայնքով, նա շատ էր խորացել օվկիանոսի խորքերը, երբ տեսավ ցածր ավազոտ կղզի, իսկ հեռվում դեպի հյուսիս-արևելք ձգվող բլուրներ։ Դեվիսը ոչ մի փորձ չարեց գնալ այնտեղ, ավելի շատ հետաքրքրված էր շարունակելու իր ճանապարհորդությունը դեպի տուն։ Հետագայում նա կղզուն այնպես էր նկարագրում, կարծես Զատկի կղզին է, սակայն իր ահռելի չափսերով գերազանցում էր Զատկիին։ Առաջ բերենք այնպիսի մի տեսակետ, որ ներկայիս Անտարկտիդա մայրցամաքն էր եղել Լեմուրիան։ Այսպես մտածելու համար կան շատ ենթադրություններ։ Համաշխարհային պատմության մեջ Անտարկտիդան բացահայտվել է 1820 թվականին ռուսական արշավախմբի առաջնորդ, ազգությամբ գերմանացի Ֆադեյ Բելինսգաուզենի կողմից, սակայն Օրոնցի Ֆինեուսի քարտեզում, որը ստեղծվել է 1531 թվականին, այնտեղ պատկերված է Անտարկտիդան։ Հարց է առաջանում, թե ինչպես է Ֆինեուսը նույն ճշգրտությամբ պատկերել Անտարկտիդան, չէ՞ որ նման ճշգրտության համար պետք է տիեզերքից տեսնել երկիր մոլորակին։ Երկնաքարերի բախումից շատ հնարավոր է փոխվել է մայրցամաքների դիրքերը։ 1910 թվականին ամերիկացի աշխարհագրագետ, երկրաբան Վիլյամ Մորիս Դեվիսը հոդված է հրապարակում Անտարկտիդայի մասին, որտեղ կա հսկայական սառցե պարիսպ։ Սառցե պարիսպը բաժանում է հյուսիսային և հարավային հատվածները, որի արևելյան մասը ծածկում է 10 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք և ունի ավելի քան 4000 կիլոմետր տրամագիծ։ Պարիսպի միջին բարձրությունը կազմում է մոտ 3 կիլոմետր, իսկ կենտրոնում հասնում է մինչև 4 կիլոմետր բարձրության։ Հաստությունը տատանվում է 2,5 կիլոմետրից 4,8 կիլոմետրի։ Արևմտյան սառցե պարիսպը ավելի փոքր է, մակերեսը կազմում է 2 միլիոն քառակուսի կիլոմետրից պակաս, միջին հաստությունը ընդամենը 1 կիլոմետր և մակերեսը ծովի մակարդակից չի բարձրանում 2 կիլոմետրից բարձր։ Հետազոտողների մի մասը ասում է, որ սառցե պարիսպը բնական է, իսկ մյուս մասը, որ արհեստական է։ Արհեստական պարիսպի մասին մտածողները կարծում են, որ երկիր մոլորակը ավելի մեծ է, որտեղ կան շատ մայրցամաքներ, և այդ սառցե պարիսպը հատուկ է կառուցվել, որպեսզի մարդիկ չկարողանան անցնել մյուս մայրցամաքները։ Ֆինեուսի քարտեզը նաև ցույց է տալիս Արկտիկայի ցամաքները, որոնք հավանաբար ներկայացնում են Հիպերբորեա երկիրը։ 1912 թվականին Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կապիտան Ռոբերտ Ֆոլկոն Սկոթը իր անձնակազմի հետ գնում է Անտարկտիդա։ Ցավոք, նավատորմի անձնակազմից միայն մեկ հոգի է ողջ մնում և իր հետ նկարներ է բերում։ Նրանց բոլորի մահը մնում է չբացահայտված։ Նկարներում պատկերված են տաճարների փլատակներ և արձաններ, որոնք արվել են սառցե պարսպից այն կողմ։ Անտարկտիդայից մինչև Արկտիկա ջրի տակով հսկայական պատ է կառուցված, որը հավանաբար թունել է երկու բևեռների միջև։ Մարդիկ նկատել էին Գուգլի քարտեզում, որը Գուգլի կողմից հերքվեց և պատճառաբանվեց ծրագրային խնդրի առկայությունը։ Վստահ չենք կարող լինել՝ արդյոք ջրային պատը գոյություն ունի, թե ոչ։ Սակայն կան պատմություններ, որոնք կասկածներ են առաջացնում, որ Անտարկտիդայի սառույցների տակ կան ստորգետնյա քաղաքներ։ Այսպես մտածելու առիթը այն է, որ Անտարկտիդայի սառույցների տակ կան լճեր և հոսացող գետեր։ Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան շատ ուսումնասիրություններ է արել։ Նրանք ունեին բազմաթիվ ճամբարներ, որտեղ ապրում էին հազարավոր մարդիկ։ Բայց հարց է առաջանում՝ ինչի համար էր հարկավոր այդքան մարդ։ Շատ հնարավոր է գերմանացիները կառուցում էին ստորգետնյա քաղաքներ։ Միգուցե ապահովության համար, որ պատերազմը կպարտվեն։ Ինչպես գիտենք, Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվում է գերմանացիների պարտությամբ։ 1947 թվականին ամերիկացի օդաչու Ռիչարդ Բերդը «Բարձր թռիչք» վերնագրով ռազմական արշավախումբ կատարեց դեպի Անտարկտիդա, ով առաջինն էր ինքնաթիռով ժամանել Անտարկտիդա դեռ 1930 թվականին։
Բերդը իր մեծապատիվ անունը վաստակել էր 1926 թվականին, երբ մայիսի 9-ին Շպիցբերգենից նրա թռիչքը մեկնարկեց հյուսիսային բևեռում, Արկտիկայում, ով ամբողջ Արկտիկան պտտվեց 16 ժամում։ Երբ նա Արկտիկայից վերադարձավ Ամերիկա, Բերդը դարձավ ազգային հերոս։ Նրան շքերթով պարգևատրեցին Նյու Յորքում, իսկ Կոնգրեսը 1926 թվականի դեկտեմբերի 21-ին նրան շնորհեցին հրամանատարի կոչումով և պատվո մեդալով։ Իսկ հիմա վերադառնանք 1947 թվական բարձր թռիչք ռազմական արշավախմբին, որը բաղկացած էր 22 ինքնաթիռներից, 6 ուղղաթիռներից, 13 նավերից և 4000 մարդկանցից։ Ամերիկացիներին շատ հետաքրքիր էր, թե գերմանացիների ճամբարները ինչ գործունեություն էին ծավալել։ Բերդը ակտիվ կապի մեջ էր Ամերիկայի հետ։ Երբ մի օր Բերդը զգուշացրեց Ամերիկային, որ պետք է միջոցներ ձեռնարկի բևեռային շրջաններից եկող թշնամական ինքնաթիռների դեմ, նա ասաց, որ նոր պատերազմի դեպքում Ամերիկան կարող է հարձակման ենթարկվել Արկտիկայի և Անտարկտիդայի կողմից։ Այս ամենը պատմել էր միջազգային լրատվական ծառայությանը։ Հարցազրույցից հետո հանրությունը ցանկանում էր լսել ավելի մանրամասներ, սակայն Բերդը հետագայում ոչ մի նոր տեղեկություն չասաց։ 1947 թվականին կասկածելիորեն գործից ազատվում է պաշտպանության նախարար Ջեյմս Ֆորեսթելը, ում հայտարարեցին որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ։ 1949 թվականին նրա դին գտնում են իրենց շենքի բակում և հայտարարում են, որ նա եղել է ինքնասպան։ Հավանաբար Ֆորեսթելը ցանկանում էր պատմել բարձր թռիչք արշավախմբի մանրամասները և դրա պատճառով արժանացել էր մահվան։ Երբ 1957 թվականին Բերդը մահացավ, նրա տղան հրապարակեց հոր օրագիրը, որտեղ գրված էր 1947 թվականի թռիչքի մասին։ Բերդը թռիչքի վերաբերյալ գրել էր իր բոլոր մանրամասները։ Նա պատմում էր, որ սկզբում տեսնում է սառույց և ձյուն, երբ որոշ ժամանակ անց սկսում է տեսնել կանաչ բնություն։ Այդ պահից սկսած կորցնում է ինքնաթիռի տիրապետումը։ Նա ինքնաթիռի շուրջ նկատում է թռչող ափսեների, պատկերված սվաստիկա սիմվոլներով։ Թռչող ափսեները նրա ինքնաթիռը թունելով տանում են ստորգետնյա չափազանց լուսավոր մի քաղաք, որը ամբողջովին կառուցված էր բյուրեղներից։ Նրանք երբ վայրէջք են կատարում, Բերդին մոտենում են բարձրահասակ, սպիտակամաշկ և ճերմակ մազերով մարդիկ, ովքեր նրան ուղեկցում են իրենց առաջնորդի մոտ։ Երբ Բերդը մտավ առաջնորդի սրահ, լույսը այնքան ուժեղ էր, որ մի քանի վայրկյան հարկավոր եղավ տեսնել իր շուրջը։ Իր շուրջ ամեն ինչ աննկարագրելի էր և գեղեցիկ։ Առաջնորդը մոտեցավ նրան և ասաց. «Բարի գալուստ արիացիների երկիր Ագարտա»։ Առաջնորդը զգուշացրեց Բերդին, որ Ամերիկայի նախագահին փոխանցի պատերազմների դադարեցմանը և ատոմային ռումբի կիրառմանը, քանի որ այդպես կոչնչացվի մարդկությունը։ Բերդին ճանապարհեցին ետ, թռչող ափսեները բարձրացրեցին նրա ինքնաթիռը և մաղթեցին բարի թռիչք։ Բերդի օրագրի պատմությունը ամբողջությամբ կարող եք գտնել համացանցում և ինքներդ որոշել՝ արդյոք իրական պատմություն է, թե ոչ։ 2019 թվականին լրագրող Լինդա Մոլտոնը հարցազրույց վերցրեց ամերիկացի զինվորականից, ով 1995 թվականին ծառայության էր Անտարկտիդայում։ Այդ մարդը չցանկացավ ներկայանալ, սակայն պատմեց իր պատմությունը, որ թռիչքներից մեկի ժամանակ տեսնում է թռչող ափսեների, որոնք իրենց դիրքը կտրուկ փոխելուց հետո հանկարծակի անհետանում են։ Այդ թռիչքի ժամանակ մի փոքր ուշ կրկին տեսնում է թռչող ափսեների, որոնք դուրս են գալիս ստորգետնյա արհեստական անցքից։ Անտարկտիդայի Սանդվիչև կղզիում արբանյակ քարտեզի միջոցով նկատելի է մի մարմին, որը ձյան վրայով սահել և հետք էր թողել։ Այն նման է գիսաստղի, կամ սարից պոկված սառույցի, կամ էլ տիեզերանավի։ Նրան նույնացնում են Օումուամուա գիսաստղի հետ, որը հայտնաբերվել էր 2017 թվականին, և կասկածներ կային, որ այն այլմոլորակային տիեզերանավ է։ Նման գիսաստղ կամ այլմոլորակային տիեզերանավ է հայտնաբերվել 2025 թվականի հուլիսին, որը անվանվել է Ատլաս։ Աստղագետների մի մասը մտածում է, որ գիսաստղ է, իսկ մյուս մասը, որ տիեզերանավ է։ Ըստ տիեզերանավի տարբերակի հակված աստղագետների, Ատլասի ուղղությունը փոփոխական է, որը մտածելու տեղիք է տալիս նրա արհեստական լինելը։
2018 թվականին տիեզերական արբանյակները նկատեցին ինքնաթիռի խտացման հետք, որը ձգվում էր հարավային բևեռից մինչև հյուսիսային։ Խտացման հետքը առաջանում է, երբ ինքնաթիռը թռչում է 10,000 մետրից ավելի բարձրության վրա, որտեղ ջերմաստիճանը -40 է, ինքնաթիռի արձակած վառելիքի գազերը սառը մթնոլորտում առաջացնում են խտացման հետքը, իսկ այն իր հետքը պահում է մինչև 30 րոպե։ Ստացվում է այնպես, որ ինքնաթիռը հարավային բևեռից մինչև հյուսիսային բևեռ անցել է 30 րոպեում, որը պետք է թռչեր 100,000 կմ/ժ արագությամբ, սակայն մարդկությունը դեռ չունի նման արագ ինքնաթիռներ։ Կրկին գալիս է թռչող ափսեների ենթադրությունը։ Անտարկտիդայի ժայռերի մեջտեղում կարծես գտնվել է վթարված թռչող ափսեի կեսը։ Միգուցե իրոք կյանք կա Անտարկտիդայի սառույցների տակ, և նրանք են կառուցել ջրային պատը, որպես թունել աննկատ տեղաշարժվելու համար։ Պերուի Իկա քաղաքից գտնվել են հազարավոր քարեր, որոնց վրա պատկերված են երկնքից իջածները, մարդկանց պայքարը դինոզավրերի դեմ և այլ զարմանալի տեսարաններ։ Այդ քարերից մեկում պատկերված է քարտեզ, որի վերևի հատվածում Հյուսիսային Ամերիկան է, ներքևի աջ հատվածում Հարավային Ամերիկան, վերևի աջ հատվածում Ատլանտիսն է, իսկ ձախ հատվածում Լեմուրիայի Խաղ օվկիանոսի մութ ցամաքը։ Մարդկանց մի մասը կարծում է, որ Իկայի քարերը կեղծիք են, իսկ մյուս մասը կարծում է, որ քարերը իրական են։ Մեքսիկայի Ակամբարո քաղաքից գտնվել է դինոզավրերի արձանիկներ, որոնց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 2500 տարեկան։ Այս բոլոր գտածոները իրոք տեղիք են տալիս մտածելու՝ արդյոք մարդիկ ապրել են դինոզավրերի հետ միասին։ Յուտայում Ուայթ կանյոնի և Արմսթրոնգ կանյոնի հատման կետում ժայռի վրա կարելի է տեսնել դինոզավրի ժայռապատկերը։ Մեկ այլ ժայռապատկեր գտնվել է Պերուի Վուտոկե-Բամբա շրջանի տարածքում գտնվող Ամոնի ավերակներում, որտեղ դինոզավրը շրջապատված է մարդկանցով։ Կամբոջայում գտնվող Անգոր Վատ տաճարում կա այսպիսի քանդակված կենդանի, որը կրկին հիշեցնում է դինոզավրի։ Հարավային Աֆրիկայում նույնպես կա դինոզավրերի ժայռապատկերներ, որոնք արվել են Զան ժողովրդի կողմից և թվագրվում են 27,000 տարեկան։ Կոլումբիայի տարածքից գտնվել է մի սկավառակ, որը կոչել են գենետիկ սկավառակ, քանի որ երկու կողմերում պատկերված են մարդկային և կենդանական էմբրիոնի զարգացման սաղմնաբանությունը։ Նրա քաշը մոտ 2 կգ է և պատրաստված է շատ պինդ լիդիդ քարից, որի տարիքը թվագրվում է 6000 տարեկան։ Սկավառակի մի կողմի շրջագծի երկայնքով ճշգրտությամբ ցույց է տրված մարդու ծննդյան ամբողջ գործընթացը, տղամարդու և կնոջ սեռական օրգանների կառուցվածքը, բեղմնավորման պահը, պտղի ներարգանդային զարգացումը, երեխայի ծնունդը, ինչպես նաև հավանաբար մոխրագույն ռասայի ներկայացուցիչները։ Ձախ կողմում հստակ պատկերված է տղամարդու ամորձի առանց սեպնաբջջի, իսկ կողքին՝ նույնը սեպնաբջջով։ Տեղեկատվության համար սեպնաբջիջների պատկերավոր տեսքը հայտնաբերվել է Անտոնի վան Լևենհուկի և նրա ուսանող Յոհան Գամի կողմից մ.թ.ա. 1677 թվականին։ Ինչպես հայտնի է, այս իրադարձությունից առաջացել է մանրադիտակի գյուտը, սակայն սկավառակի վրա նկարները ապացուցում են նման գիտելիքների գոյությունը հին ժամանակներում։ Սկավառակի հետևի մասում վերևում պատկերված է զարգացման մի քանի փուլերում գտնվող սաղմ, որը ավարտվում է լիովին ձևավորված նորածնով։ Նկարները ցույց են տալիս ներարգանդային կյանքի էվոլյուցիոն երկենցաղներից մինչև մարդիկ։ Կարելի է մտածել, որ սա համապատասխանում է Չարլզ Դարվինի ներկայացրած էվոլյուցիոն օրինակին կամ ներկայացնում է ռեպտիլոիդներից առաջացած մարդկանց։ Հիմա անդրադառնանք տարօրինակ կմախքներին, որոնք շատ հարցեր են առաջացնում։ 1890 թվականին անտրոպոլոգ Ժորժ Վաշա դե Լապուժը Ֆրանսիայում գտել է նեոլիթյան դարաշրջանից 3 ոսկրային բեկորներ՝ բազուկ, սրունք և թմբուկ։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ անհատի հասակը մոտավորապես 3,5 մետր է եղել։ Հյուսիսային Ամերիկայում 1911 թվականին հանքագործների կողմից Լովլոք քարանձավում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արտեֆակտներ և մումիֆիկացված մարդկային մնացորդներ։ Դրանք 2000 տարվա դիակներ էին։
Հայտնաբերվել են աշխարհի ամենամեծ մարդկային կմախքներից 18-ը։ Նրանց հասակը տատանվում էր 231-ից 304 սանտիմետրի սահմաններում, իսկ գանգերը շատ ավելի մեծ էին, քան այսօր Ամերիկայում բնակվող ցանկացած ռասայի գանգերը։ Կա մի պատմություն։ Ըստ լեգենդի, այս կմախքները պատկանում էին կարմրահեր հսկաների մարդակեր ցեղին։ Հնդկացիները պատերազմում էին կարմիր հսկաների դեմ, մինչև որ վերջին ճակատամարտում փակեցին Լովլոք քարանձավում, որտեղ կարմիր հսկաները սովից մահացան։ Շատ հաղորդագրություններ ասում են, որ ամենամեծ մարդկային կմախքները ուղարկվել են Սմիթսոնյան ինստիտուտ, սակայն հաստատության ներկայացուցիչները հերքում են այդ պնդումները, ու մինչև այսօր ոչ ոք չգիտի դրանց գտնվելու վայրը։ Կարմիր հսկաները ռեպտիլոիդներից առաջացած այլանդակված հսկա մարդիկ էին, որոնց փոքր մասը ջրհեղեղից հետո գոյատևել էր։ Շատերը չեն հավատում հսկաների գոյությանը, բայց գիգանտոպիտեկները վառ ապացույցն են։ Միգուցե աշխարհի կառավարիչներին պետք չէ, որ մարդկությունը իմանա հսկաների գոյության մասին։ Շատ հավանական է, նրանք չեն վերացել 300,000 տարի առաջ, և ռեպտիլոիդների գեներով դարձել են այլանդակված հսկաներ, որոնք հավանական է վերացել են 12,000 տարի առաջ ջրհեղեղի պատճառով։ Պատմության մեջ ամենաբարձրահասակ մարդը օֆիցիալ համարվում է Ռոբերտ Վադլոուն, ում հասակը հասնում էր 2,72 սանտիմետրի։ Անթրոպոլոգ Ռենատո Դավիլա Ռիկելմը Պերուի Կուսկո քաղաքում գտել է երեխայի կմախք, որի միայն գլուխը 50 սանտիմետր է, իսկ կրծքավանդակի երկարությունը նույնպես 50 սանտիմետր է։ Կմախքի շարունակությունը չկա, այն ակնհայտ անհավասարաչափ է, և ամենազարմանալին այն է, որ ատամները ոչ թե փոքր երեխայի ատամներ է, այլ մեծահասակի։ Աչքի խոռոչները շատ ավելի լայն են, քան սովորական մարդկանց։ Կմախքը ներկա պահին գտնվում է Պրիվադո Ռիտոս Անդիոնս թանգարանում, որը մեծ հավանականություն ունի մոխրագույն ռասայի հետ։ Ուֆոլոգ Հայմի Մաուսանուն Մեքսիկայում կոնգրեսի ժամանակ ցուցադրել է մոխրագույն ռասային պատկանող երկու փոքր մումիաներ, որոնք գտնվել էին Պերույում։ Գիտնականների կողմից հերքված է, բայց մարդկանց մի մասը հավատում է, իսկ մյուս մասը ոչ։ 2017 թվականին Պերույում Նազկա սարահարթի մոտ հայտնաբերվել է առեղծվածային տեսքով կնոջ մումիա։ Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում պարզել, թե արդյոք մնացորդները պատկանում են մարդկային ցեղի ներկայացուցիչներին։ ԴՆԹ-ի վերլուծությունը պարզել է, որ անհատը ունի նույն քրոմոսոմների շարքը, ինչ մարդիկ, սակայն այլ վերլուծություններից դատելով մումիան չի պատկանում ժամանակակից հոմո սապիենս տեսակին։ Ոտքերի և ձեռքերի մատները 3 են։ Ուղղված վիճակում նրա հասակը կլիներ 1,68 սանտիմետր։ Գլուխը ձգված է վերև, քիթը փոքր է, ականջներ չկան, ստորին ծնոտը չի շարժվում։ Ներքին օրգանները ռադիոածխածնային թվագրման միջոցով պարզել է, որ մումիայի հյուսվածքները 2003-ից 2500 տարեկան են։ Այս մումիային գիտնականների մեծ մասը հակված է հավատալուն։ Գիտնականները երկու վարկած ունեն՝ կամ սա հատուկ հնագույն ռասա է, կամ ոչ երկրային քաղաքակրթության ներկայացուցիչ, որը ակնհայտ նմանություն ունի ռեպտիլոիդ կամ մոխրագույն ռասայի հետ։ Պերուի Իկա և Պարակասի թանգարաններում ցուցադրված են ետ ձգված գանգերը, որոնց հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դրանք մարդկային գեներ են։ Այն ժամանակներում մարդկանց համար դա եղել է գեղեցկության և խելացիության խորհրդանիշ, կամ միգուցե փորձել են նմանվել մոխրագույններին և ռեպտիլոիդներին։ Արհեստականորեն փոքր ժամանակվանից երեխաների գլուխները տախտակների օգնությամբ այնպես են ամրացրել, որ գանգի տեսքը լինի ձգված։ Ձգված գանգերի մշակույթը զարգացած է եղել Ասիայում, Փոքր Ասիայում, Եվրոպայում, Եգիպտոսում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում ապրող մարդկանց մոտ։ Մինչև հիմա Աֆրիկայում կան ձգված գանգերով ցեղեր։ Այդ մշակույթի մի մասը Փոքր Ասիայից շարժվել է Ասիա, Եգիպտոս և Աֆրիկա, իսկ մյուս մասը դեպի Ամերիկա։ Վերոնշյալ տեղեկությունները ներկայացվեց նրա համար, որպեսզի ամեն մեկը իր համար կատարի ենթադրություններ՝ արդյոք գիտնականները մարդկանցից ոչինչ չեն թաքցնում։
Հիմա մի փոքր խոսենք ձգված գանգերի մասին գիտական տեսանկյունից։ Մեր թվարկությունում 1913 թվականին Հարավային Աֆրիկայի Բոսկոպ գյուղից ֆերմերները գտել են ձգված գանգ առանց մարմնի։ Գանգը հնեաբան գիտնական Ռոբերտ Բրումի կողմից անցնում է հետազոտության, ով գանգին տալիս է անվանում Բոսկոպ մարդ կամ Բոսկոպ ռասա և հայտնում է գանգի ճշգրիտ չափսերը։ Այն հասնում էր 2000 խորանարդ սանտիմետրի, ներկայիս մարդու 1500 խորանարդ սանտիմետրի հետ համեմատ։ Ստացվում է, Բոսկոպ մարդու ուղեղը 30%-ով մեծ է եղել ներկայիս մարդու ուղեղից, ով ավելի խելացի է եղել ներկայիս մարդուց, ինչպես ներկայիս մարդը Homo erectus-ից։ Հիմնականում մեծ ուղեղը փոխկապակցված է բարձր ինտելեկտի հետ, սակայն Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը լինելով սովորական չափսերի, նրա ինտելեկտը բարձր էր մյուսներից։ Սա նաև փաստում է նեյրոնային կապերի ակտիվությունը։ Ստացվում է այսպես. եթե համեմատենք ի ծնե երկու մարդկանց փոքր և մեծ ուղեղները, ապա մեծ ուղեղով մարդու ինտելեկտը ավելի բարձր կլինի, սակայն փոքր ուղեղով մարդը ինքնազարգանալու արդյունքում կկարողանա ստեղծել նոր նեյրոնային կապեր, ով կարող է իր ինտելեկտը ավելի բարձրացնել մեծ ուղեղով մարդուց։ Հետագայում Եգիպտոսում և Փոքր Ասիայում գտնվեցին ոսկոպոիդ մի քանի ձգված գանգեր, որոնց թվագրությունը 12000-ից 15000 տարեկան էր։ Կարելի է ենթադրել, որ ջրհեղեղի ժամանակ ոսկոպ ռասան բարձրացել է դեպի Եգիպտոս և Փոքր Ասիա, իսկ Դավիլա Ռիկելմի գտած մարտուկը փաստում է, որ ոսկոպ ռասան բացի Աֆրիկայից նաև ապրել է Հարավային Ամերիկայում։ Աֆրիկական խոե ժողովրդի գանգերը ձգված են, ովքեր համարվում են ոսկոպոիդ ցեղաընտանիքից։ Ջրհեղեղից հետո Ասիայում, Փոքր Ասիայում, Եվրոպայում, Եգիպտոսում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում գտնվում են մարդկային ետ ձգված գանգեր, որոնք գենետիկ կապ չունեն ոսկոպների հետ, որոնց տարիքը թվագրվում է 5000-ից մինչև 12000 տարեկան։ Սրանից ենթադրություն, որ ոսկոպների մշակույթը փոխանցվել է մարդկանց, և ջրհեղեղից հետո ետ ձգված գանգերի մարդկային մշակույթը տեղաշարժվել է տարբեր տեղերում։ Հիմա ուշադիր ընկալենք մի բան, որ ոսկոպները եղել են մեծ գլխով, փոքր մարմնով, չափազանց խելացի արարածներ, ովքեր կամ եկել են այլ մոլորակից, կամ եղել են երկիր մոլորակի ռասաներից մեկը, երբ մարդիկ իրենց գլուխները արհեստականորեն ձգելով ցանկացել են լինել խելացի, ինչպես ոսկոպները։ Շարունակությունը կարող եք դիտել հաջորդ տեսանյութում, որտեղ կներկայացվի քարաուੰջ ու պորտասար հնագույն աստղադիտարանների չբացահայտված մանրամասները և տարբեր մշակույթների ձևավորումը իրենց դիցաբանություններով։ Իրականում տեղեկությունները շատ հսկայական են, որոնք ձեզ փոխանցելու համար հարկավոր կլինի նկարել մի քանի ծավալուն տեսանյութեր։ Այսօրվա տեսանյութի շուրջ շատ ցանկալի է թողնել ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալություն ձեզ դեպի իրականության ալիքին հետևելու համար։ Սպասեք նոր տեսանյութերի։